տեսեք, առանց բիտումի նորմալ տարածումով, առանց փոշեզրկման ասֆալտ են փռում, հեսա հողի վրա, ասենց բիտումը ասենց բերել լցել են, այսինքն սա քաշի նորմերի խախտում է, նման ասֆալտը երկար չի ծառայի, հեսա փոշու վրա, հողու վրա, առանց փոշեզրկման ասֆալտ են անում, հեսա տղեկ, մի հատ հարց, հիմա այս ասֆալտը խեք առանց բիտումի ու հողի վրա փռում, տղեկ, ստեի պատասխանատուն ով է, հովն ստեի է, հովն դու ես ընգեր, Հովանես ջան, ինձ կարաս ասես, եք աշխատանքներ իրականացնում, առանց փոշեզրկման, հողի վրա ու առանց նորմալ բիտումի տարածումի։ Փոշեզրկված է, պրոստը այսօր ենք կտրել, մենք որ լցում ենք, որ լցում ենք, այսօր ենք կտրել։ Հա, բայց հիմա հենա, փոշեզրկվածը ոնց է փոշեզրկված, էսի ավազ է, էսի։ Որ չենք իմացել։ Բայց մնացած տեղերը բայց հիմա այսպես ասֆալտ պիտի չանեի, չէ։ Որ երկու ասենք եթե մենք դրա համար ասենք աշխատելու նպատակով նոր ենք դրեցի։ Բայց չեք տեսնում ինչի վրա եք լցում։ Այսինքն ակնհայտ է, եթե ես հիմա չնկարե, ասենց ասֆալտը փռելու է։ Իսկ բիտումը, բիտումը ուրա։ Չէ, նորմերով ամբողջ հատակը պիտի բիտում ապատելներ, այլ ոչ թե ասենց գծերով։ Լևշին ընկերությունն է այսօր։ Հա։ Բախի բիտում առաջ չի։ Պարոն Գերջան։ Չէ, չայնիկով չի, ընկեր ջան։ Պիտի ամբողջովին տակը փոշեզրկված լինի, 1/2 մետրին նախատեսված ամբողջ 6 լիտր բիտում ու ամբողջ հատակը պիտի բիտումապատ լինի։ Իսկ հիմա հողի վրա դուք թքել կպցնելով, սենց ասած ասֆալտ եք անում։